մենք հայ մարդիկ ենք, անհատներ ենք եւ մենք իրար ճանաչում ենք ու մշտապես մեզ մտահոգում է այն իրավիճակը, որ արդեն 5 տարի է մեր երկրում տիրում է, սկսած 20 թվականից ի վեր, երբ որ Նիկոլը տապալեց ամբողջ պատերազմը եւ մենք պարտվեցինք, քանի որ այս պահին հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ Նիկոլ արշավ է սկսել եւ մենք համարում ենք, որ սա արշավ է հայոց հիմնասյան եւ մեր ինքնության դեմ եւ մենք հանդես ենք գալիս ի պաշտպանություն մեր ազգային հոգեվոր արժեքների։ Արդեն սա երրորդ ակցիան է, որ մենք իրականացնում ենք, մենք փոքր խումբ ենք, մենք կատարում ենք այն, ինչ որ համարում ենք մեր պարտքը։ Եվ կոչ ենք անում մյուս մարդկանց, որ իրենք էլ, եթե դեմ են այս ամեն ինչին եւ վստահաբար դեմ են, ոչ մի հայ մարդ չի կարող այս ամեն ինչը հանդուրժել, իրենք եւս ինքնակազմակերպվեն, տարբեր ակցիաներ անեն։ Ցավոք 20 թվականից ի վեր մենք տեսանք, որ ցույցերը տարբեր մակարդակներում տապալվեցին, միտումնավոր, թե պարզապես կարողությունները չհերիքեց։ Դրա համար այս պահին հասկանում ենք, որ ժողովուրդը հիասթափված է, թեև սպասում են առաջնորդի, բայց մենք արդեն ժամանակ չունենք որևէ բանի սպասելու եւ պետք է անհապաղ գործել։ Ուստի մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն, թեկուզ փոքր խմբերով ակցիաներ իրականացնեն եւ ցույց տան, որ վաղուց արդեն Նիկոլ Փաշինյանը չի կարող խոսել ժողովրդի անունից եւ իր ճիշտ տեղը բանտն է եւ ինքը պետք է դատվի իր կատարած բոլոր հանցագործությունների համար։ Հետևում կարմիր շորերով կերպար է, ինչ խորհրդանշական կերպար է։ Այսօր մեզ հետ ակցիային մասնակցում է դժոխքի դեսպանը եւ սա մեր ակցիայի մասն է, որպես հիշեցում, որ երբեք որևէ մեկին չի հաջողվել խուսափել երկնային դատաստանից եւ այդ դատաստանը լինելու է եւս եւ լինելու է շատ ծանր։ Ինչքան Նիկոլը շարունակի իր սրբապղծությունները, այնքան ավելի ծանր է լինելու այդ դատաստանը։ Մենք իհարկե չենք դատում, մենք սովորական մարդիկ ենք, բայց դրանք աստվածային օրենքներ են, որոնց մասին մենք եկել ենք հիշեցնելու նրան, ով համարձակվում է ցիտել սուրբ տեքստը, սակայն մոռանում է ամենապարզ ճշմարտությունները։ Այսինքն դժոխքի դեսպանը այսօր եկել է Փաշինյանի հետ։ Կարելի է եւ այդպես ասել, այս պահին սիմվոլիկ հիշեցում է, որ այդ իրողությունները անխուսափելի են եւ դրա համար եկել է դժոխքի դեսպանը հիշեցնելու, որ բոլորը միշտ պատասխան են տալիս իրենց արածների համար։